Այսպիսով, Աստված շարադրում է իր խոսքն այնպես, որ մեզ պետք չէ գուշակություններ անել, որովհետև գալիս է ճշմարտության հոգին ինքը, Աստծո հրեշտակը, ինչպես նա եկավ Դանիելի մոտ և սկսեց հայտնել նրան։ Ճիշտ այդպես նա գալիս է իր որդիների և դուստրերի մոտ։ Եվ եթե մտածեք, սա շատ կարևոր է, չէ՞ որ երբ դուք տեսնում եք, թե ինչպես է Աստված ինչ-որ բան կատարում, երբ կա որոշակի կարիք, և մարդիկ կարդում են նրա խոսքը և աղոթում են ու ակնկալում են լսել նրան, քանի որ ժամանակը չի սպասում, իսկ նրանք ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում, այդ ժամը Աստված հավատարիմ է, նա գիտեր, որ դա արեց Դանիելի համար, իսկ Դանիելը հավատացյալ էր, ով հավատում էր նրան, և երբ դա հասավ նրան, ճիշտ այդպես դա գալիս է այլ հավատացյալներին անկախ նրանից, թե որտեղ եք ապրում։ Դուք ապրում եք երկրի վրա այս ժամանակում, չէ՞ որ ողջ աշխարհն այսօր Բաբելոն է, ողջ աշխարհն այսօր վերածնված հռոմեական կայսրությունն է։ Ահա թե ինչու, երբ մենք նայում և տեսնում ենք կատարվող իրադարձությունները, մենք նայում ենք գրքի օրինակին։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Եթե նա դա արեց Դանիելի համար, ապա նա կարող է դա անել նաև մեզ համար։ Եթե մտածեք, մենք ոչնչով պակաս չենք Դանիելից, նրանք ապրում էին ցուլերի և նոխազների արյան տակ, այն օրերին նրանք չունեին ճշմարիտ խաբություն, դա այդպես է։ Նույնիսկ երբ Դանիելը մահացավ, նա չէր կարող անմիջապես երկին գնալ, նրանք պետք է սպասեին, մինչև Հիսուսը գար նրանց հարություն տալու համար։ Հասկանում եք, նա գերեվարեց գերությունը։ Բոլոր նրանց, ովքեր մահացել էին հավատքով, ինչպես կարդում ենք Եբրայեցիներում, երբ նա բարձրացավ բարձունքը, նա նրանց իր հետ վերցրեց։ Դե ինչ, այսօր հարսը գտնվում է այստեղ երկրի վրա, նրա հարսը։ Իսկ դա մի առանձնահատուկ ժողովուրդ է, որին Աստված ընտրել է, ընտրյալ ժողովուրդ։ Այսպիսով, այս ժամանակահատվածում մենք ուսումնասիրում էինք այս ամենը և այսօր կարծում եմ արդեն 4-րդ զրույցն է, մենք արդեն ունեցել ենք 3 զրույց, իսկ այսօր 4-րդի ժամանակ ես ուզում եմ մի կարճ աղոթք բարձրացնել, որպեսզի կարողանանք անմիջապես անցնել գործին, այնպես որ դուք միացեք և եկեք աղոթենք։ Ճիշտ այնպես, ինչպես Աստված այցելեց Դանիելին, ճիշտ այնպես, ինչպես Աստված նրան հայտնություն տվեց խոսքից, իսկ դա նրան դրդեց այնպիսի մի հունի մեջ, որ նա կարողացավ օգնել իր ժողովրդին, նա կարողացավ նախապատրաստվել և պատրաստ լինել այն ամենին, ինչ